լույս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ձեզ հետ ինչպես միշտ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան, Կիրակոսյանների պակաս չեք զգա։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, Կիրակոսյանները ամեն առավոտ հաղթահարում են բոլոր տեսակի բարձրունքներն ու բոլոր խցանումները եւ հասնում են 21 TV, որպեսզի ձեզ ասեն օրդ բարի։ Դե ինչ իսկ որպեսզի օրը անցնի բարի, մեզ չեմ պակասի նաեւ լավ ու ուրախ ռիթմեր են, այնպես որ այս պահին ձեզ համար տեսահոլովա կարդնենք միասին ու վերադառնանք։
Վերադարձանք, իհարկե վստահ ենք, որ արթնացաք, եթե դեռ չեք նախաճաշել, նախաճաշեք, եթե չեք նախաճաշում, սուրճ եք խմում, սուրճ խմեք, իսկ եթե դա էլ չեք անում, իհարկե մարզվեք, որպեսզի բարի լիցքերով լցվեք։ Բայց անպայման մնացեք մեզ հետ օրդբարի հետ, որովհետև շատ կարևոր թեմայի ենք անդրադառնալու, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության յուրաքանչյուր ոք ունի կրթվելու իրավունք, եւ այսօր մենք անդրադառնալու ենք կրթության թեմային, դպրոցին, երեխաներին շատ հետաքրքիր է լինելու եւ այն էլ ինչ դպրոցին, Leader School-ին ենք մենք այսօր անդրադառնալու եւ ունենք հրաշալի հյուրեր, այսօր մեր հյուրերն են Leader School-ի գործադիր տնօրեն Ամալիա Վարդանյանը, բարի առավոտ եւ երգչախմբի ղեկավար Լուսինե Կոբալյանը, բարի առավոտ։ Եվ այս գեղեցիկ հրաշք մանուկները։ Մանուկները, ովքեր իրենց խոսքը չեն ասի, բայց հետո եթերի ընթացքում դեռ երգով մեզ կզարմացնեն եւ միանգամից գանք դպրոցին, հա, Leader School-ին, նախ ինչով է առանձնահատուկ Leader School-ը, ինչ յուրահատուկ դասեր ունի, երբ են սկսում դասաժամերը, մի փոքր մանրամասնենք։ Ինչպես գիտենք, բոլորիս համար էլ գաղտնիք չի, Հայաստանի Հանրապետությունում գործում են տարատեսակ մասնավոր դպրոցներ, մեր դպրոցն էլ հանդիսանում է մասնավոր դպրոցներից մեկը։ Բայց ինչու ենք այսօր մենք առանձնահատուկ վերաբերմունքով վերաբերվում մեր դպրոցին եւ ինչ ենք ուզում ասել մեր ծնողներին, մեզ լսողներին, ձեզ, ինչ ենք եկել ապագա աշակերտներին, ինչ ենք եկել այսօր այստեղ ձեզ պատմելու։ Մեր դպրոցը երկարօրյա դպրոց է, այսինքն մեզ մոտ դասերը սկսվում են առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվում ժամը 4:30։ Մենք հոգում ենք ծնողների բոլոր հիմնական խնդիրները, այսպես ասած, դասապատրաստումը իրականացնում ենք դպրոցում։ Բայց թույլ տվեք ձեր հարցերին հետո անդրադառնամ, մի փոքրիկ այսպես ասեմ մեր դպրոցի նախաբանը, թե ինչպես նախապատմությունը, այո, ինչպես սկսվեց մեր դպրոցը։ Թեպետ դպրոցը հայաստանյան շուկայում, այսպես ասենք, քանի որ մասնավոր դպրոց է, կարող եմ հստակ ասել շուկայում 20 տարի է, սակայն վերջերս 3 տարի առաջ, երբ հայրենադարձ Գոհար Իվանովնան վերադարձավ Հայաստան եւ որոշեց դպրոցին այլ ոգի եւ շունչ տա, դպրոցը սկսեց յուրովի իր գործունեությունը ծավալել եւ այսօր դպրոցը հանդիսանում է նաև Մեգձայն հիմնադրամի անդամ դպրոցներից մեկը, որը իր մեջ ներառում է լավագույն մասնավոր դպրոցները։ Մենք էլ ենք այդ կազմում։ Այստեղ կարևոր շեշտադրում ուզում եմ անեմ նրանում, որ դպրոցը բաց է բոլորի համար, ընդունում է բոլոր բալիկներին։ Դպրոցը հանդիսանում է հայկական դպրոց, տալիս է հայկական կրթություն, նաև մենք թույլ ենք տալիս մեր էթնիկ հայերին, այսինքն ոչ թե թույլ ենք տալիս, այլ հնարավորություն ենք ստեղծում նրանց համար, որպեսզի վերադառնան հայրենիք եւ հայեցի կրթություն ստանան Հայաստանում մայրենի լեզվով։ Մեզ մոտ ուսուցիչները բոլորը երկլեզու են, տիրապետում են եւ հայերենին եւ ռուսերենին գերազանց, որն էլ հեշտացնում է աշխատանքը երեխաների հետ եւ արագ երեխաները ադապտանում են մեր հայաստանյան կրթությանը, մեր մայրենի լեզվին եւ մեր մշակույթին։ Սա էլ շատ կարևոր, այսինքն այն բոլոր երեխաները, ովքեր հայրենադարձ են ու լեզվական խնդիր ունեն, հա, լեզուների հետ կապված կարող են հանգիստ գալ Leader School եւ ստանալ լիակատար դպրոցը ներողություն հանրակրթական դպրոց է։ Այո, դպրոցը հանրակրթական դպրոց է, մեզ մոտ սովորում են առաջինից մինչև 9-րդ դասարանի բալիկները։ 9-րդ դասարանից հետո արդեն կարող են գնալ ավագ դպրոց, ձեզ մոտ, այսինքն հաջորդ համակարգը չկա։ Մենք լիցենզավորված ենք, ունենք նաև ավագ դպրոցի գործառույթը իրականացնելու հնարավորություն եւս, սակայն վերջին տարիներին չեմ ուզում թաքցնել, ուզում եմ այս մասին նաև խոսել, ասել, բարձրաձայնել, որ դպրոցը ամբողջությամբ ֆինանսավորվում է դպրոցի հիմնադիրների կողմից։ Սա ոչ թե բիզնես նախագիծ է, այլ իրոք կրթությունը Հայաստանում մեկ քայլ առաջ տանելու ծրագիր է եւ քանի որ դեռևս շեշտադրումը կատարված է տարական դպրոցի եւ միջին դպրոցի վրա, մենք լիցենզիան մեր ավագ դպրոցի մի փոքրիկ ժամանակով այսպես դադարեցրել ենք, թեպետ առաջիկայում հնարավոր է նաեւ ավագ դպրոց ունենանք։ Կարող եք այն նկարագրել ձեր դպրոցի առօրյան։ Ես իմ երեխային կամ Անահիտի իր երեխային բերելա ձեր դպրոց։ Ուզում եք որ մենք որոշել ենք որ բերենք ձեզ մոտ մեր երեխայի առօրյան։ Եկավ դպրոց, օրինակ առաջին դասարանում է կամ երկրորդում սովորում է։ Ինչպես է կազմակերպում, քանի որ երկարօրյա է, հա, այս դրա մասին խոսենք։ Մեր դպրոցում երեխաների առօրյան բացառապես հետաքրքիր եւ ուրախ է անցնում, սրանում միանշանակ կարող եմ փաստել։ Ինքս անձամբ ճանաչում եմ դպրոցի բոլոր բալիկներին անուն առ անուն,
շփվում եմ իրենց հետ բոլոր դասամիջոցներին, պարտադիր առավոտյան շրջում եմ դասարաններում եւ ինքս եմ ողջունում երեխաներին, որպեսզությամբ հետաքրքրվում, ովքեր են եկել դասի, ովքեր են բացակայում, պատճառները պարտադիր ճշտում եմ, ինչու են բացակայում, որտեղ յուրաքանչյուր երեխան կարելի է մեր ընտանիքի մի անդամն է, որտեղ մեր դպրոցը փոքրականակ է, ընդհանուր առմամբ սրա մասին էլ ասեմ, դպրոցը լիցենզավորված է 120 աշակերտի համար, 120-ին էլ անունառանուն ճանաչում ենք եւ դասասենյակներն էլ փոքրականակ են, մեզ մոտ 12 աշակերտից ավել աշակերտ դասարաններում չկան, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին առավել անել դասապրոցեսի ընթացքում անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտին, ինչը որ նաև կրթական process-ն է հեշտացնում երեխայի համար։ Երեխաները բացի ուսումնական գործունեություն ծավալելուց, այո, դպրոցում ունենք բազմատեսակ խմբակներ, իդեպ խմբակների գրեթե մեծ մասը անվճար են, մտնում են հենց դպրոցի վարձավճարի մեջ, երբ երեխաները իրենց ցանկությամբ, իրենց նախաձեռնությամբ, իրենց նախասիրությանը համապատասխան ընտրում են այդ խմբակները եւ սիրով հաճախում են։ Իդեպ մեր խմբակները ոչ թե ուղղակի խմբակներ են, այսպես ասած, շակերտների մեջ դրված, այլ պրոֆեսիոնալ խմբակներ են։ Ունենք թատերական խմբակ, մեր թատերական խմբակի աշակերտները վերջերս մասնակցեցին Մոսկվայի տան կողմից կազմակերպված երիտասարդ տաղանդների մրցույթին եւ գրավեցին պատվավոր մրցանակային տեղ։ Սա մեր հաղթանակներից մեկն է։ Ունենք ընթերցանության խմբակ, երեխաները համագործակցում են Զարթնիր կազմակերպության հետ, գրքեր են ստանում պարբերաբար իրենցից, կարդում են եւ քննարկումներ են անցկացնում ընթերցանության վերաբերյալ, ինչպես նաեւ համագործակցում ենք Երևանյան մի շարք գրադարանների հետ, կցանկանամ նշել 18 գրադարանը, 32 գրադարանը, որոնց կողմից պարբերաբար կազմակերպվում են տարբեր մրցույթային ծրագրեր, եւ երեխաները բավականին լավ արդյունքներով մրցանակային տեղերով վերադառնում են դպրոց։ Եվ դպրոցը ունի նաև երգչախումբ։ Գանք երգչախմբին առհասարակ ինչպես է յուրաքանչյուր դասարանի հետ առանձին եք աշխատում, թե ընտրում եք այն երեխաներին, ովքեր սիրում են երգել, կամ նրանք են ընտրում գալ երգչախումբ։ Երգչախմբին հաճախել օրինակ բոլոր սովորողները պարտադիր պետք է երգչախումբ։ Քանի որ 3 որդիները սովորում են նույն դպրոցում, ես հաճույքով դասավանդում եմ նաև որպես առարկա երաժշտությունը, իհարկե ես պրոֆեսիոնալ վոկալով եմ զբաղվում, նաև պրոֆեսիոնալ վոկալ եմ դասավանդում, բայց ինչպես նշեցի, հաճույքով նաև դասավանդում եմ առարկան։ Ես ամեն դասարանից ընտրում եմ երգող երեխաներին կամ որ պոտենցիալ երգող են եւ այդ երեխաների միջոցով ստանում ենք համարներ մեր դպրոցի միջոցառումների համար, ինչու՞ չէ նաև հետագայում մրցույթների մասնակցելու համար։ Մի քիչ կբացահայտեք ինչպիսին են այսօրվա երեխաները, հեշտ է նրանց հետ աշխատել, ասում են առհասարակ այսօր բոլորը երգող են։ Հա, մեր դպրոցում շատ են երգող։ Մեր նույնիսկ միջանցներում երգելով երեխաները շրջում են։ Ես նայում եմ նաև ոչ միայն երաժշտական ընդունակություններ ունենալու երեխայի, այլ նաև նայում եմ ինքը սիրում է դա անել, թե չէ, կարող է ունենալ երաժշտական ընդունակություն, ձայն ու չսիրի երգել։ Սիրի ուրիշ մասնագիտություն, շախմատ սիրի, նկարչություն սիրի։ Հիմնականում զբաղվում ենք այդ երեխաների հետ, որպեսզի արդյունքը արագ լինի։ Որտեղ Գոհար Իվանովնա նպատակ է դրել ես էլ իր հետ, որ կարողանանք հետագայում շատ տաղանդավոր երեխաների հանենք միջազգային ասպարեզ, եթե հնարավոր։ Շատ հրաշալի, վստահ եմ, որ հիմա դիտող հեռուստադիտողները, հա, ունեն հարցեր առհասարակ դպրոցի հետ կապված, վարձավճարի հետ կապված, խմբակների եւ այլն։ Ես տեսնում եմ, որ դուք ունեք նաեւ կայքեր։ Կարելի է ուղղակի բացահայտել նաեւ հեռուստադիտողի համար, որ եթե ունեն որոշակի հարցեր կապված բոլոր իմ ասած հա թվարկած հարցերի հետ, ձեզ հետ կապ հաստատեն, Leader School-ը ունի եւ Instagram-յան էջ, եւ Facebook-յան էջ, եւ Telegram-յան ալիքով։ Կարևորը կայք։ Եվ կարևորը կայք ունեն leader.school.am, որին կարող են ուղղել նամակները, հարցերը ու վստահ եմ, որ կստանան իրենց բոլոր հուզող հարցերին պատասխան կստանան եւ մեր դպրոցը բաց է բոլորի առջեւ, ցանկության դեպքում կարող են այցելել դպրոց, մենք միշտ շրջայցերը մեծ բավականությամբ կազմակերպում ենք, այո ցուցադրում ենք դպրոցը եւ բոլոր հուզող հարցերի մասին
տնօրի հետ խոսում ենք, ներկայացնում ենք։ Այ հետաքրքիր մի փաստ եւս ինձ համար ուսումնասիրելուց հա ձեր մասին ինֆորմացիան առանձնացավ։ Այստեղ ունեք ռոբոտաշինություն եւ այլն, նաեւ դրված է որ էթնիկ հայերենի ուսուցում է կազմակերպում դպրոցում։ Սա շատ հետաքրքիր առանձնացող ինչ որ մի դասապրոցես է, չէ՞։ Եվ ինչ է այս ամենը իրենից ներկայացնում։ Խնդրում եմ կասեք սրա մասին եւս։ Հաղորդաշարի արդեն սկզբից ասացի, որ մեզ մոտ էթնիկ հայերի համար մեծ հնարավորություններ է ընձեռված, որպեսզի հայցի կրթվեն, ասեմ, որ ես ինքս անձամբ եմ մշակել ծրագիր, որ կարճ ժամանակահատվածում ուսուցիչները կարողանում են աշակերտներին բերել այն մակարդակի, որ երեխան հեշտությամբ տիրապետելով հայերենը, գրել, կարդալ, ամբողջությամբ ինտեգրվում է դասապրոցեսի մեջ։ Սա իրականացնում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ռոբոտաշինությանը, ռոբոտաշինությունը նույնպես լավ զարգացած է մեր դպրոցում, ունենք հիանալի մասնագետ, ով երեխաներին շատ սիրում է եւ մեծ հոգատարությամբ է նրանց հետ աշխատում, բացահայտում է լավ երեխաների մեջ բացահայտում է այդ տաղանդները, պոտենցիալը զարգացնում է։ Առաջիկայում նպատակադրված էինք, որպեսզի մասնակցեինք տարատեսակ մրցույթների արտասահմանում արդեն իրականացվող, բայց երկրու տիրող իրավիճակների հետ կապված ընդհանրապես ծնողների անհանգստություններ ինքնաթիռով ճանապարհորդելու հետ կապված մի քիչ տարաձայնություններ եղան, այդ պատճառով մենք մրցույթի չմասնակցեցինք։ Ուզում եմ ասել, որ մեր երեխաները արդեն բավականին պատրաստված են եւ կարող են նաեւ միջազգային մրցույթների մասնակցել։ Այսինքն բավականին լուրջ հագեցած ռոբոտաշինության ունեք լաբորատորիա ձեզ մոտ դպրոցում ստեղծված։ Փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ երեխաների մոտ գոնե մինիմալ կարողությունները ներդրվի։ Շատ բարի, վստահ եմ, որ ներեցեք դպրոցում նշեցիք, որ հա դասարանում շատ քիչ են տեղերը, ինչպես է կատարվում ընդունելությունն առհասարակ հարցազրույցի միջոցով քննություն են ազդում, ինչպես են ընտրվում այն երեխաները, ում բախտ է վիճակում սովորել ձեր դպրոցում։ Ասեմ, նախ ընդունելությունը կատարվում է ատեստավորման միջոցով, այսինքն բանավորել, գրավորել երեխաների մոտ ատեստավորում է իրականացվում, բայց ամենակարևոր նախապայմանը գիտեք մեր դպրոցում որն է, մենք ունենք մշակած մի հսկայածավալ դպրոցի ներքին կարգապահական կանոններ եւ յուրաքանչյուր ծնող վերջերս մեզ մոտ եղավ նաեւ բաստերների օր յուրաքանչյուր ծնող մոտենում էր ասում էր ես ուզում եմ երեխաս անպայման ձեր դպրոցում սովորի ես ասում եի շատ լավ թող սովորի բայց պետք է մեր ներքին կարգապահական կանոններին ծանոթանաք փաստաթուղթը ստորագրեք նոր հետո դառնաք մեր դպրոցի սանը որովհետեւ մեր դպրոցում իրոք կարեւորվում է դիսցիպլինան եւ սեպտեմբեր ամսից դպրոցի բոլոր աշակերտները գրելու են դպրոցական համազգեստ տեսեք երբեմն մարդկանց մոտ էսպիսի կարծրատիպ կա, եթե վճարում են, ուրեմն ազատ են իրենց գործունեությունը ծավալելու կրթական հաստատությունում, բայց մեր դպրոցը իրոք իրականացնում է կրթություն։ Մենք կրթության ոլորտի մարդիկ ենք, դպրոցը բիզնես ծրագիր չի եւ այստեղ գումարը երկրորդային դեր ունի, այսինքն գաղափարն է կարևոր, այսինքն դու կարող ես վճարել բայց միևնույն է քո երեխան չկարողանա ներգրավել այդ փոքրիկ ընտանիքի մեջ, որտեղ կա կարգ ու կանոն։ Մենք կարգ ու կանոնի կողմնակից ենք։ Հրաշալի վերջաբաներ մեր զրույցի համար, բայց մենք գիտենք, որ նաև պատրաստել են այսօր մեր փոքրիկները կատարում։ Մի հատ ներկայացնենք ինչ են ներկայացնելու ու անցնենք կատարմանը։ Քանի որ տարբեր ազգություններից կան սովորողներ մեր դպրոցում, նաև այն երկրներից, որտեղ պատերազմական վիճակ է, մտահղացումը եղավ, որ բոլորը միասին երգեն հայերեն երգ խաղաղության մասին եւ ստացվեց։ Դե ինչ, ավելի լավ է այս պահին արդեն վայելենք երգ խաղաղություն հրաշալի Leader School-ի սաների շուրթերից գնացինք։ Որ
Ես արդեն որերորդ եթերն է համոզվում եմ, Ռեժ, որ երբ խոսքը գնում է արվեստի մասի, մշակույթի, կրթության ու երեխաների, մենք կրկին հանգում ենք մի բառի՝ խաղաղություն։ Իսկապես բոլորիս հարկավոր է այսօր խաղաղություն, որպեսզի մեր երեխաները կարողանան ստեղծագործել, աշխատել, ապրել, կրթվել, կրթություն ստանալ խաղաղ երկրում, խաղաղ մոլորակում։ Այո, մանկան շուրթերից խաղաղությունը հնչելը, հնչեցնելը դա աղոթք է յուրաքանչյուր հայի, ոչ միայն այլ նաև աշխարհում ապրող յուրաքանչյուր բնակչի համար, որպեսզի խաղաղ լինի երկիրը եւ մանուկները մեծանան կապույտ ու գեղեցիկ ու խաղաղ երկնքի։ Շնորհակալություն Leader School-ի սաներին հրաշալի կատարման համար, իսկ ես եւ Ռեժը այսօր նախատեսել ենք այսքանը։ Մնացեք բարով, ձեզ հետ օրդ բարիներ։ Լավ մնացեք։